Նախ ուզում եմ շնորհավորել մեր ժողովրդին։ Նախ ուզում եմ շնորհավորել մեր ժողովրդին ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ բոլոր նրանց, ովքեր հարազատներ են կորցրել այդ պատերազմի ընթացքում, մաղթում եմ երջանկություն, մաղթում եմ բարի ապագա։ Ես նաև մեր ժողովրդին շնորհավորում եմ եռատոնի կապակցությամբ։ Ժամանակին մենք եռատոներ նշում ենք մայիսի 9-ը որպես Շուշիի ազատագրման եւ Արցախի բանակի հիմնադրման օր ու նաև ֆաշիզմի դեմ հաղթանակի օր։ Ցավոք այսօր Շուշին բռնազավթված է, ուրեմն Արցախի բանակը գոյություն չունի, բայց այդ ամենը ժամանակավոր է, որովհետև ուրեմն ասված խոսքը որևէ հաղթանակ վերջնական չէ, պարտությունն էլ վախճանը չէ, կարևորը չհուսահատվելն ու ուրեմն չհամակերպվելն է։ Մենք չենք հուսահատվելու եւ չենք հանձնվելու, չենք համակերպվելու այս իրավիճակին։ Ժամանակի ընթացքում հզորացնելու ենք մեր բանակը, ազատագրելու ենք Շուշին ու Արցախի բռնազավթված մյուս տարածքները եւ Հայաստանի Հանրապետություն տարածքից նաեւ որոշ մի քանի տասնյակ քառակուսի կիլոմետր բռնազավթված ռազմավարական նշանակության դիրքեր ու բարձունքներ կան, որտեղ թուրքերն եկել նստել են։ Այդ բոլորը ժամանակավոր է։ Մենք ազատագրելու ենք Արցախն ու մեր հայրենիքի բռնազավթված մյուս հատվածները, բայց դա հնարավոր է միայն գործող ապազգային թուրքամետ իշխանությանը հեռացնելուց հետո, որովհետև Նիկոլ Փաշինյանը հանդիսանում էր իր կարգավիճակով հայկական զինված ուժերի գլխավոր հրամանատար, ով չի ծառայել բանակում եւ ոչինչ չի հասկանում ոչ բանակից, ոչ էլ պատերազմից։ Դրա համար մեր հաղթական ու տաղանդավոր ժողովրդին Նիկոլը տարավ պարտության, Արցախը հանձնեց թուրքին։ Սա ժամանակավոր է, որևէ իշխանություն հավերժ չի, ուրեմն յուրաքանչյուր ժողովրդի մոտ լինում են անկման ժամանակահատվածներ եւ ժամանակահատվածը մեր ժողովրդի համար անկման ժամանակահատված էր։ Մենք ունեցանք մեծ կորուստներ, հայրենիքի կորուստ ունեցանք։ Գալու է մեր ժողովրդի վերելքի ժամանակաշրջանը, ու մենք հզորացնելով մեր բանակը ազատագրելու ենք Արցախը, ինչպես ասացի արդեն, եւ մեր հայրենիքի բռնազավթված մյուս հատվածները։ Իսկ ինչ կասեք երիտասարդ սերնդի մասին, արդյոք նրանք նույն չափ հայրենասեր են, որքան որ ավագ սերնդի ներկայացուցիչները։ Ձեր հարցը լավ չլսեցի, աղմուկ էր մի քիչ։ Ես հարցրի երիտասարդ սերնդի մասին, ինչ եք կարծում, արդյոք նրանք նույն չափ հայրենասեր են, որքան որ ավագ սերնդի ներկայացուցիչները։ Այո, մեր երիտասարդները միշտ էլ հայրենասեր են եղել, միշտ էլ շարժիչ ուժը եղել է երիտասարդությունը, ուսանողությունը, եւ ես համոզված եմ, որ ներկայիս երիտասարդները ժամանակի ընթացքում բնականաբար ուրեմն ովքեր որ բնականաբար ծառայելու են բանակում եւ պետք է խիստ պատժամիջոցներ սահմանել այն ուրեմն մարդկանց հանդեպ, ովքեր կփորձեն տարբեր միջոցներով ազատել իրենց զավակներին բանակում զինծառայությունից։ Յուրաքանչյուր պատանի տղամարդ երիտասարդ պետք է ծառայի հայոց բանակում եւ զորացրվելուց հետո նա զինապարտ է։ Ուրեմն 44 օրյա պատերազմ մենք պարտություն կրեցինք, որովհետև Նիկոլ Փաշինյանը չհայտարարեց համընդհանուր զորահավաք։ Թիկունքը բաց մնաց։ 3 օր մեր զինվորներն ու ազատամարտիկները բոլոր դիրքերը պահել էին, բայց թիկունքը բաց էր։ Թուրքերը մեծ ուժեր կենտրոնացնելով հարավում հադրութը վերցրեցին, եկան հասան մինչև Շուշի։ Շուշին վերցրեցին, Նիկոլը հայտարարեց. Շուշին մեզ պետք էր, Շուշին մի հատ դժգույն քաղաք էր։ Բոլորս գիտենք, որ Շուշին բերդաքաղաք է։ Շուշին եթե վերցրեցին, Ստեփանակերտը արդեն պաշտպանելը շատ դժվար է։ Դրանից զատ Նիկոլ Փաշինյանը, երբ ընտրվել էր վարչապետ, 19 թվականին գնաց Արցախ եւ հայտարարեց իր ճղճղան ձայնով, այնտեղ տեսավ, որ ողջավորությամբ իրեն ընդունում են, Արցախն Հայաստան է եւ վերջ, սրելով իրավիճակը։ Դրանից զատ ինքը ստորագրեց 22 թվականին ուրեմն աշնանը Պրահայում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչեց, ուրեմն 86600 քառակուսի կիլոմետր տարածք, ներառյալ Արցախն ու Հայաստանի Հանրապետությունից 60 քառակուսի կիլոմետր ռազմավարական նշանակության բարձունքները։ Երբ որ նրան լրագրողները հարցրեցին, ասում եք բանը Արցախ Հայաստանի եւ վերջ, ինքը հայտարարեց, ես Ստեփանակերտում այն ժամանակ սխալվեցի, պետք է ասեի Արցախն Ադրբեջանի եւ վերջ։ Ես բազմիցս եմ հայտարարել, հիմա էլ պնդում եմ, եթե Նիկոլը Ստեփանակերտում հայտարարեր, որ Արցախն Ադրբեջանի եւ վերջ, արցախցիք նրա գլուխը ջարդելու էին, նա չէր կարող որոշ վերադառնալ Հայաստան։
Ամենայն բարի։